Որն է գլխացավի լավագույն դեղը։ Բոլորիդ մոտ առաջացավ հարցական դեմք։ Ասեմ, որ գլուխս ցավում է արտահայտությունը, այդքան էլ լավագույն միջոց չի հարաբերությունից հրաժարվելու համար։ Հակառակը ապացուցված է, որ սեռական հարաբերությունները հրաշալիորեն վերացնում են ցավը։ Ինչու՞։ Բացատրեմ։ Փաղաքշանքների ժամանակ հատկապես, իսկ հարաբերության ժամանակ առավել ևս արտադրվում են կենսաբանական ակտիվ նյութեր։ Դրանք կոչվում են հորմոններ եւ նաեւ մեդիատորներ։ Իրենք ունեն ցավազրկող հատկություն։ Դրանցից մեկը էնդորֆինն է։ Հետևաբար, որքան շատ են փաղաքշանքները, դրանից բխող նաեւ ցավազրկող ազդեցությունը ավելի արագ է հայտ գալիս, իսկ հարաբերության ժամանակ էնդորֆինի մակարդակը մի քանի անգամ ավելանում է։ Պատկերացնում եք ինչ է տեղի ունենում օրգանիզմում։ Այսինքն փաղաքշանքները եւ դրան հաջորդող հաճելի հարաբերությունը լավագույն ցավազրկողն է։ Գիտնականները երբեմն կատակում են, ասում են ցավազրկող ընդունելու փոխարեն գրկեք միմյանց, համբուրեք եւ զբաղվեք սիրով։ Գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի գիշեր։ Հաճույք փնտրելու ճանապարհին մարդը երբեմն դիմում է վտանգավոր դաշնակիցների։ Թմրանյութերը խոստանում են վերացնել արգելքները, սրում են թևերը, տալիս են ավելորդ ինքնավստահություն։ Այս եւ բոլոր խնդիրների մասին մենք խոսելու ենք բժիշկ թմրաբան Ալեքսանդր Մանուկյանի հետ եւ փորձելու ենք բացահայտել թմրանյութերի ազդեցությունը հատկապես սեռական առողջության վրա։ Պարոն Մանուկյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, կարծում եմ թեման բավականին ակտուալ է, հատկապես այն դեպքում, երբ դեռևս առիթ չի եղել քննարկելու, թե թմրանյութերը ինչ ազդեցություն են ունենում սեռական առողջության վրա։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար, փորձենք խոսենք մի քիչ մանրամասնենք թեման, ճիշտ ասեցիք, այ հաճույք ստանալու համար, ինչի համար են մարդիկ գործածում թմրանյութեր։ Բնականաբար հաճույք ստանալու համար, այդ էյֆորիան զգալու համար, որը որ եւ հիմնական շարժառիթն է լինում թմրամիջոցներ գործածելու։ Եվ սենց մի նրբություն էլ ուզում եմ նախանշեմ, թմրանյութերը մենք գործածում ենք, մենք չէ, գործածողները գործածում են, օգտագործել բառը այս կոնտեքստով օգտագործելը, գործածելը սխալ է, որտեղ օգտագործում են այն նյութերը, որոնք որ օգուտ են բերում օրգանիզմին, բայց թմրանյութերի պարագայում մենք ունենք չարաշահում կամ գործածում։ Ի սկզբանե դա լինում է չարաշահում հազվադեպ ինչ որ գործածումներ, չարաշահումներ, որը արդեն հետո ժամանակի ընթացքում դառնում է պարբերաբար եւ այդ էյֆորիան ստանալու առաջնային էֆեկտը գնալով մարում է թմրանյութեր գործածելու եւ այդ նույն էֆեկտը ստանալու հաճույքը էյֆորիան զգալու համար թմրամոլները այն մարդիկ, ովքեր գնում են այդ ճանապարհով, ստիպված են բարձրացնել չափաբաժինները, կիրառման հաճախականությունն է օրվա մեջ, եթե առաջ մի անգամ էր օգտագործվում, գործածվում, ես էլ եմ շատ ժամանակ խոսքի սայթակումով այդ բառը օգտագործում եմ։ Մի անգամ էին գործածում, հետո դառնում է 2-3 անգամ, տարբեր թմրանյութերի պարագայում դա կարող է լինել շատ ավելի մեծ եւ մեծ քանակների հասնի գործածումը թմրանյութերի։ Եվ թմրանյութը գործածելուց նաև բարձրանում է տոլերանտությունը, դա այն օրգանիզմի հնարավորություններն են, փոփոխված ռեակտիվականության, ասենք ասենք օրգանիզմի, որը որ թույլ է տալիս եւ կարողանում է մարսել շատ ավելի մեծ դոզայով չափաբաժնով թմրանյութեր, ինչը ֆիզիոլոգիականից շատ անգամներ բարձր է, օրինակ օպիատների դեպքում 100-200 անգամ ավել մենք ունենում ենք չափաբաժներ, քնաբերների դեպքում, կոֆեինի դեպքում 15-20 անգամ, 30 անգամ ավել դոզաներ։ Վերջին տարիներին հատկապես շատ է խոսվում թմրանյութերի առհասարակ վաճառքի պահանջի մասին, հատկապես իհարկե մտահոգիչ է այդ հարցը դեռահասների պարագայում։ Կուզենայի ձեր դիտարկումը իհարկե լսել այս հարցի կապակցությամբ, ինչ եք նկատել։ Իրականում ճիշտ եք ասում, բավականին շատացել են երիտասարդները, դեռահասները, անչափահասներ, ասենք ասեմ, որոնք դիմում են
բուժման, որոնց ծնողներն են գալիս անհանգստացած ինչ-որ վիճակներ նկատելով, ինչ-որ անհասկանալի պահվածք նկատելով իրենց երեխաների կողմից կամ տան անդամների ինչ-որ կողմից գալիս են, ակնկալում են ինչ-որ օգնություն, բայց ցավալին այն է, որ արդի թմրանյութերը իրենք ունեն շատ ավելի բարձր կախվածություն առաջացնելու պոտենցիալ եւ մեկ անգամ, երկու անգամ գործածելուց հետո մենք ունենում ենք արդեն խնդիրներ հոգեկան ներաշխարհի հետ եւ ընդհանրապես արագ զարգացող կախվածության հետ գործ ունենք։ Եկեք խոսենք ամենատարածված երևի թե միֆերից մեկի մասին, կարծում եմ դա միֆ է, մասնավորապես այն առումով, որ թմրանյութի օգտագործման ժամանակ, ինչպես հաճախ մենք լսում ենք, աննկարագրելիորեն ուժեղանում է սեռական ցանկությունը, տպավորությունները բոլորովին այլ են, զգացողությունները մի քանի անգամ սրվում են, եւ արդյոք սա չափազանցություն է, թե այնուամենայնիվ իրականության ինչ-որ մասնիկ կա եւ որպես հատկապես ոլորտի ներկայացուցիչ կուզենայի լսել ձեր կարծիքը, ինչ առանձնահատկություն ունենք մենք այստեղ, երբ խոսքը հենց թմրանյութի ազդեցության մասին է սեռական դրսևորումների վրա, ցանկության օրինակ, օրգազմի։ Հետաքրքիր հարց եք տալիս, սովորաբար մեր հետ հմրաբանների, նարկոլոգների հետ այդ հարցերը չեն քննարկվում կամ հետագայում, եթե շատ ավելի լավ հարաբերություններ են ստեղծվում հիվանդի հետ, հիվանդի հարազատների հետ, կամաց-կամաց այդ հարցերը սկսում են երես բարձրացնել, որտեղ նման հարցերը ավելի շատ ձեզ են, ոնց որ սեքսապաթոլոգներին են, սեքսոլոգներին են ուղղված լինում այդ խնդիրների առումով ձեզ են դիմում, մենք մեր համար դա երկրորդային ոնց որ թեմա է, ինչը վերաբերվում է միֆ, երևի թե չէ, մի կողմից չեմ էլ ուզում ասեմ, որ դա պարտադիր եւ միշտ տենց է լինում, բայց սովորաբար դա քողարկում է հոգեբանական խնդիրները երևի թմրանյութ գործածելը։ Եվ սա կախված է նաեւ թմրանյութի որակից եւ թմրանյութի ձևից, որտեղ մենք ոչ միայն մի թմրանյութ ունենք առկա այսօր շուկայում, մի շարք թմրանյութեր, որոնք տեսականին շատ է եւ իրենք դիամետրալ ոնց որ տարբեր ազդեցության են։ Օպիատները օրինակ մորֆինանման նյութերը, նրանք սեդատիվ ազդեցություն ունեն, որոնք բերում են հանգստություն, ինչ որ հաճույքի զգացում, այդ ժամանակ չեն էլ մտածում միգուցե ինչ որ սեքսով զբաղվելու մասին կամ ինչ որ հարաբերությունների մասին, զուտ վայելում են այդ վիճակը։ Հարցը նրանում է, որ այդ վայելքը շատ կարճ է տևում, 1-2 անգամ եւ արդեն ստիպված են լինում գործածել թմրանյութը շատ ավելի մեծ դեղաչափով նախնական էֆեկտը զուտ ստանալու համար, հասկանալու համար եւ ընդհանրապես իրենց վիճակը քիչ թե շատ նորմալ, ադեկվատ պահելու համար։ Կան հիմա շատ տարածված են, ինչը շատ ցավալի է ու շատ մաչելի են դարել խթանիչները, սիմուլատոր տիպի թմրանյութերը, կոկաինը, չեմ էլ ուզում անունները տամ, ինչ որ ուղեցույց ոնց որ հանդիսանա, ոնց որ մետամֆետամինի, ամֆետամինի արգասիքները, կոկաինի կարգի թմրանյութերը, որոնք որ այո, իրոք պոտենցում են այդ ամեն ինչը, ուժեղացնում են լիբիդոն, ուժեղացնում են երկարացնում են ոնց որ այդ process-ով զբաղվելու ժամանակը, տևողությունը ակտի, եթե հասնում են դրան ու տենց մի հատ իմ սեքս, չեմ սեքս, այդ տենց ինչ որ արտահայտություն կա, դա զուտ այն վիճակն է, որ հատուկ գործածվում է թմրանյութեր երկարատև սեքս ունենալու համար կամ մի քանի զուգընկերոջ հետ սեքս ունենալու համար, ինչը դուք շատ լավ գիտեք, որ արդեն կարող է բերի եւ հիվանդությունների եւ տրավմաների, որտեղ այդ ժամանակ ադեկվատ կրիծիկա չի լինում մարդու մոտ եւ նյութի ազդեցության տակ մարդիկ կարող են անել շատ ավելի վտանգավոր եւ վտանգավոր պահվածք դրսևորեն։ Ես ինձ դրա մասին էի ուզում, որ մենք խոսեինք, վերջերս լայն տարածում են գտել chemsex կոչվածը եւ բավականին մեր պրակտիկան հուշում է բավականին լուրջ պատկեր ունենք մենք այդ առումով, իհարկե տխուր պատկեր, հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր մեզ դիմում են արդեն բավականին բարդացած վիճակներում, ամուսնացած թեկուզ եւ
քանի որ դառնում են դրա գերին, հետագայում այն սկսում է ազդել, սկզբից իհարկե ոգևորվում են, հատկապես սեռականի առումով, բայց հետո արդեն պատկերը սկսում է մռայլվել, սեռականը սկսում է արդեն այս ճանապարհ տուժել։ Ես կուզենայի ձեր կարծիքը լսել հատկապես հիմսեքսով տառապողների, ովքեր որ տարված են դրանով, ինչ խնդիրներ կարող են հետագայում առաջանալ, որտեղ սկզբից հենց հրապուրված սկսում են օգտագործել, դրա ազդեցության տակ հարաբերության մեջ են մտնում, իսկ հետո արդեն պատկերը բավականին բարդանում է։ Ինչ բարդություններ կարող ենք մենք նկատել այս պարագայում։ Բարդությունները երևի թե դուք ավելի լավ այդ ամեն ինչը գիտեք ու առնչվում եք օրեկան դրա հետ, ես զուտ փորձեմ բացատրել մի քիչ այդ պաթոգենետիկ մեխանիզմները, հորմոնալ ֆոնն է օրգանիզմի խաթարվում, որտեղ ցանկացած դրսից եկած թմրանյութ շատ ուժեղ խթանիչ է հանդիսանում կորտիզոլի համար, բարձրացնում է ստրեսի մակարդակը, դոֆամինային համակարգն է տուժում եւ այդ պրոլակտինի ցանկացած թմրանյութը ազդում է այդ բոլոր համակարգերի վրա, որոնք որ իրանց վերջնարդյունքը սլաժենի աշխատանքով, չգիտեմ հայերեն համակարգված աշխատանքով ապահովում են օրգանիզմի բնականon համ ցիրկադային ռիթմերը օրգանիզմի, համ հորմոնալ ֆոնը, իսկ թմրանյութերը որ գալիս են արհեստական խթանելով այդ ամեն ինչը, արդեն լեյդիգի բջիջների վրա են ազդում եւ տեստոստերոնի պրոդուկցիան խթանվում, նվազում եւ ունենում ենք այդպես նմանատիպ խնդիրներ։ Պարոն Մանուկյան, բացի կարճաժամկետ ազդեցությունից, եկեք խոսենք երկարաժամկետ հետևանքների մասին, մասնավորապես թմրանյութերի ազդեցությունը սեռական խանգարումների, անպտղության, նույն տեստոստերոնի նվազման վրա։ Նույնիսկ եթե այլևս ինչ-ինչ հրաշքներով պայմանավորված թմրանյութ չի օգտագործում անձը, երկարաժամկետ բարդությունները այս դեպքում հաճախ են նկատվում, թե ոչ։ Ես էլ եմ նշում, որ այդ հարցերով ոնց որ մեզ չեն դիմում, դրանք մենք միջնորդավորված ենք այդ ամեն ինչին մասնակից լինում, քանի որ նման թեմաներ մեր հետ չեն շոշափվում, բայց ինչքան ես գիտեմ, ինչքանով որ կիսվել են իմ հետ հիվանդները, այո, երկարատև գործածումից եւ չարաշահումից հետո նախ ընտանեկան մոդելն է խառնվում։ Արդեն կին ամուսին հարաբերություններն են տուժում եւ ոնց որ մարդկանց համար այդ թմրանյութը դառնում է շատ ավելի կարեւոր, քան թե այդ ընտանեկան քնքշանքը, կնոջ հետ հարաբերությունները, նույնիսկ երեխաների հանդեպ սերը եւ երեխաների հետ զբաղվելը մղվում է հետագա երկրորդ պլան եւ երկրորդ, երրորդ, չորրորդ կարևորը դառնում է թմրանյութը, որը օդու ջրից ավելի սիրելի է, ավելի կարևոր է եւ օրհասական է դառնում մարդու համար, որ ինքը չունենա այդ աբստինենտային վիճակը եւ այդ հորմոններով կորտիզոլով պայմանավորված այդ ստրեսային վիճակը, որը որ աբստինենցիայի ժամանակ շատ ավելի սրվում է եւ շատ ավելի ակտուալ է լինում։ Այսինքն առաջանում է արդեն վառ արտահայտված կախյալություն, կախվածությունը, որ առաջանում է, այո, դա ստիպված է, մարդ ստիպված է լինում ամեն օր գործածել իրեն չափաբաժին փնտրել, ամբողջ օրը ոնց որ զբաղված է այդ թմրանյութ փնտրտուկներով, գումար հայթայթելով, sense ոնց որ շղթայի պես պատկերի մեջ, այո, եւ ասում եմ, ամեն ինչը հետագայում, ամեն ինչը հետ է գնում երկրորդ պլան։ Առաջնայինը լինում է թմրանյութը, գումարը ու այդ ապրելակերպը, այդ ապրելավոճը, որը որ արդեն բնականաբար ոչ մի սեռական եւ ոչ մի ինչ որ սիրային բանի հետ մեկտեղ չի կարող լինի։ Արդեն դա մնում է երկրորդ պլանում։ Երկրորդ, երրորդ ասում եմ, մարդիկ տարիներով կարող են իրար հետ չապրեն, չունենան ինչ որ հարաբերություններ, նույնիսկ ընտանիքում, որը որ կողքից թվալով նորմալ ընտանիք է, որտեղ մենք ոնց ենք, մենք մեր խնդիրները աշխատում ենք դուրս չհանել, նույնիսկ շատ ժամանակ մոտիկ բարեկամները քեռի օրողբեր մորքուրը կարող է իմանա մամայի կողմից եթե դուրս գա, բայց քեռի հորողբեր հանկարծ չեն իմանում, որ տվյալ ընտանիքում կա նման խնդիր։
Պարոն Մանուկյան, թմրանյութի ազդեցության տակ մարդը կարծես թե կորցնում է ինքնակառավարումը, վերահսկումը եւ առաջանում է այսպես կոչված ռիսկային վարքագիծ։ Ինձ հետաքրքիր է այդ ձեր մոտեցումը, ձեր կարծիքը, ձեր դիտարկումները, որոնք են այն հաճախ հանդիպող բարդությունները, որպես ռիսկային վարքագծի հետևանք, սեռավարակներ, միավարակ, հեպատիտներ, անցանկալի հղիություն, ինչ դիտարկումներ ունեք։ Մենք արդեն առնչվում ենք դրա բարդությունների հետ, որտեղ մեզ մոտ գալիս են արդեն այն փուլում, երբ որ սեռականը արդեն լրիվ զրոյացել է որպես բարդություն եւ շատ հաճախ չեն էլ խոստովանում դրա մասին, մեզ պետք է լինում 2, 3, 4 այց, որ նոր իրենք խոստովանեն, որ ունեն կախյալություն եւ աղոց օգտագործում են եւ արդեն պատկերը պարզ է լինում։ Ձեր պրակտիկայում ինչ եք նկատում դուք։ Մեր մոտ նույնպես գալիս են հիմնական գանգատով թմրանյութ չարաշահելու առումով, որին ֆոնային արդեն իսկ կան գեպատիտներ, կա միավարակ, սեռավարակներ միգուցե դրանք էլ լինեն, բայց մենք որ հետազոտում ենք բուժմանն ենք անցնում արդեն կամաց այդ ամեն ինչը գլուխ է բարձրացնում մեր հիմնական բուժումից հետո ուղղորդում ենք արդեն համապատասխան մասնակետի մոտ, որ մարդիկ զբաղվեն, փորձեն վերականգնեն այն ինչ որ հնարավոր է ու հղիության մասին անցանկալի դեռ այսքան ժամանակ ոնց որ չի եղել իմ մոտ դեպք, բայց ռիսկային վարքագիծը ամեն դեպքում միշտ առկա է, որտեվ նայեք տեսեք, եթե սկզբնական թմրանյութի գործածման մասին է խոսքը գնում, այո, մարդիկ կարող են այդ ռիսկային ասած վարքագիծը դրսևորեն, բայց եթե արդեն ընդգրկվում են կամ խորը երկարատև գործածող են, թմրանյութ են, թմրամոլ են ձևավորված հիվանդություն կա արդեն, իրանց համար հավատացեք, որ սեքսը, ասում եմ, շատ ավելի հեռու պլաններում է, երկրորդ էլ չէ, երրորդ, չորրորդ էլ չէ։ Վերջին շարքերում է։ Այդպիսի վիճակ է։ Ինչպես արդեն նշվեց, թմրամոլությամբ տառապող տղամարդկանց մոտ նկատվում են ոչ միայն հոգեբանական, հոգեկան, այլ նաև սեռական խանգարումներ։ Խանգարումներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի են սրվում, ավելի են խորանում։ Եվ եթե ժամանակին չցուցաբերվի մասնագիտական օգնությունը, խնդիրը կարող է այդպես էլ մնալ կնճռոտվել։ Սակայն լուծում կա, եւ այս դեպքում լուծումը համալիր է, պարտադիր իհարկե պետք է նման պարագայում աշխատել բժիշկ թմրաբանի հետ զուգահեռ եւ կարգավորել սեռական առողջությունը։ Իսկ այդ հարցում մեզ օգնության կարող է հասնել Հայսամ ընկերությունը իր դապոքսեցին դեղամիջոցով, որը կարգավորում է սեռական ակտի տևողությունը։ Դապոքսեցինը ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60, թե որ դոզավորումը կնշանակի բժիշկը, դա արդեն պարզ է դառնում խնդրի խորությունից եւ վաղեմությունից։ Դապոքսեցինը ունի առավելություն, սեռական ակտի տևողությունը սկսում է երկարել հենց դեղամիջոցի օգտագործման սկզբնական ժամանակահատվածից։ Պացիենտները նշում են բարձր էֆեկտիվություն, ինչով էլ պայմանավորված սեռական ակտի տևողությունը աստիճանաբար ել ավելի է երկարում։ Սեռական թուլությունը, այսինքն պոտենցիան կարգավորելու հարցում օգնության կարող է հասնել տադաֆորտ դեղամիջոցը, որը նախատեսված է էրեկցիայի խանգարումը բուժելու համար։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն եւ օգտագործման սկզբնական իսկ ժամանակահատվածում արդեն իսկ տղամարդիկ նկատում են, որ էրեկցիան աստիճանաբար այլ ավելի է լավանում։ Ի տարբերություն նախորդ սերնդի ներկայացուցիչների, տադաֆորտը ունի սպეციფიკություն եւ ազդում է շատ ավելի արագ, մոտավորապես դեղամիջոց օգտագործելուց 1 ժամ անց տղամարդը կարող է ունենալ պլանավորված սեռական հարաբերություն։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց մասին բուժող բժիշկը պարտադիր պետք է տեղեկացնի պացիենտին։ Պարոն Մանուկյան, ինչ հոգեբանական, գուցե հոգեկան որոշակի խնդիրներ են նկատվում կախվածություն ունեցողների մոտ, եթե ձեր պրակտիկայում նկատել եք կամ ունեք դիտարկումներ։ Ես մեր զրույցի սկզբում նշեցի, որ ժամանակակից արդի թմրանյութերը շատ մեծ պոտենցիալ ունեն կախվածություն առաջացնելու եւ շատ մեծ պոտենցիալ ունեն հոգեկան խանգարումներ առաջացնելու, ինչը շատ ավելի վտանգավոր է։ Եթե առաջ երկարատև ինչ որ գործածում էինք ենթադրում
մինչև արդեն ձևավորվեր հիվանդություն կամ բան, հիմա այս արդի թմրանյութերը ամֆետամինի կրիստալ ժողովրդում երևի ավելի լայն ճանաչողություն ունեցող, ոնց որ բոլորը դա են ասում, կոկայինի, մետամֆետամինի, ամֆետամինի արգասիքները, նրանք շատ արագ առաջացնում են հոգեկան խնդիրներ, զառանցական մտքեր, ինչ-որ հալուցինացիաներ, որոնք որ շտապ արդեն հոգեբուժական դեպքեր են և ճիշտը բուժել հոգեբուժական ստացիոնարում նման դեպքերը։ Որքան շուտ այնքան լավ։ Որքան շուտ այնքան լավ, որտեղ մարդիկ իրոք կարող են դառնալ վտանգավոր և շրջապատի և իրենց համար։ Հաճախ նաև նկատում ենք հոգեբանական վարքային փոփոխություններ, եթե չեն օգտագործում ինչ-ինչ պատճառներով, դառնում են շատ ագրեսիվ վարքային առումով, վարքը իրենց շատ տարօրինակ է։ Այդ հոգեբանական խնդիրները, սենց ասենք, որ երևի թե հոգեբանական խնդիրներ ունեցող մարդն է սկսում գործածել թմրանյութեր, որտեվ եթե ամեն ինչ նորմալ է մարդու մոտ ինքը իրեն հոգեբանական լավ է զգում, կայուն է, նման խնդիրներ միգուցե 1-2 անգամ փորձ անելուց հետո չի գնում դրա հետևից, իսկ այնտեղ որտեղ կան հոգեբանական խնդիրներ եւ որը որ ինչ որտեղ քողարկում է այդ խնդիրները, դա դառնում է ոնց որ օրհասական, դառնում է հարցի լուծում եւ մարդիկ գնում են դրա հետևից եւ իհարկե հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ շատ ավելի ռիսկային են այդ առումով, շատ ավելի հեշտ են դառնում թմրամոլ, քան թե այն մարդիկ, ովքեր ունեն կայուն պսիխիկա եւ կայացած են, ասենք ասենք։ Պարոն Մանուկյան, ինչպես բուժել այն մարդուն, ով նշում է, որ սթափ վիճակում չի կարողանում հարաբերություն ունենալ, բայց թմրանյութի օգտագործման պարագայում շատ հեշտությամբ եւ հաճույքով է հարաբերվում։ Մենք մեր պրակտիկայում ունենում ենք նման դեպքեր։ Սա ֆիզիոլոգիական խնդիր է, թե ավելի շատ հոգեբանական, իսկ գուցե համակցված։ Ինձ թվում է դա ավելի շատ ոնց որ ձեր խնդիրն է, բայց երևի թե համակցված, ավելի շատ հոգեբանական իհարկե, որը որ եթե ստացվում է թմրանյութի տակ, այսինքն մեր ֆիզիոլոգիական խանգարումներ չունենք եւ զուտ հոգեբանական այդ պուսկավոյ մեխանիզմ հանդիսացող թմրանյութը ոնց որ ինչ որ կայծ է տալիս, որ այդ մեխանիզմը ներշնչանքի ինչ որ այո, ինչ որտեղ հանգստանալու, ինչ որտեղ չգիտեմ, ճիշտ ասած ոնց բացատրեմ։ Ավելի շատ ես համոզված եմ, որ դա հոգեբանական խնդիր է։ Պարոն Մանուկյան, թմրանյութերը ունեն ֆիզիկական ազդեցություն, ֆիզիկական կախվածություն, եւ եթե այո, ինչպես է դա դրսևորվում, որտեղ մենք խոսում էինք ավելի շատ իհարկե հոգեբանական դրսևորումների, սեռական խնդիրների մասին, բայց այ հետաքրքիր է, որն է ֆիզիկական դրսևորումը, եւ արդյոք եթե արդեն այսպես ասած օրգանիզմը սպառվել է, հնարավորություն չկա որևէ բան վերականգնելու։ Լավ հարց, հնարավորություն վերականգնելու միշտ կա։ Ես հիմա մի քիչ պատմեմ ինչ բան է թմրամոլությունը, որ մենք հասկանանք ընդհանրապես ինչի մասին ենք խոսում։ Ֆիզիկական կախվածություն բնականաբար առաջացնում են համ գրեթե բոլոր թմրանյութերը, թմրամիջոցները, բայց դա ոնց որ վերջի էտապներից է, ես սկզբից նշեցի էյֆորիայի բաղը, ինչի համար գործածվում է թմրանյութը, այդ էյֆորիան ոնց որ այդ թմրամոլությունը ձևավորող շղթայի առաջին օղակն է լինում, որից հետո եւ որի հետևից մարդիկ գնում են։ Եվ այդ ֆոնի վրա մենք ունենում ենք արդեն հոգեկան կոմֆորտ ինտոքսիկացված վիճակում, հետո ունենում ենք դիսկոմֆորտ առանց ինտոքսիկացիայի, դրանք այդ էտապներն են, որը որ ապահովում են ոնց որ դա ընթացքն է թմրամոլության սիմպտոմներն են այդ հիվանդության, որոնք որ ի վերջո բերում են ծանր վիճակների։ Այդ կոմպուլսիվ ձեր ասած այդ ֆիզիկական կախվածությունը ինքը արդեն եթե կա ձևավորված ֆիզիկական կախվածություն, դա արդեն հստակ ախտորոշում է թմրամոլությունը։ Ինչ է դա նշանակում, այսինքն ցավեր, անհանգիստ վիճակ, այդ կոմպուլսիվ անղեկավարելի ցանկություն գործածելու հետագա դոզան, մյուս դոզան, որտեվ նախորդը արդեն էֆեկտը չի տալիս կամ նույն չափով չի տալիս էֆեկտ, որը որ ակնկալվում է։
Եվ այդ ֆիզիկական կախվածությունը եթե կա abstinent սինդրոմը, լոմկա ասածը ավելի մարդկանց հեշտ հասկանալի եւ ավելի թյուր ամբռնելու համար, որը տարբեր թմրանյութերի գործածման ժամանակ լինում է իհարկե տարբեր։ Օպիատների պարագայում դա սաստիկ ցավեր, վեգետոսոմատիկ խանգարումներ, ստիմուլյատորների կոֆեին, կոդեինը օպիատներից է, կոֆեինի ստիմուլյատորների, ամֆետամինների դասի, կոկաինի դասի, մենք սկզբից ունենում ենք շատ ցայտուն արտահայտված հոգեկան կախվածություն, որը ի վերջո բերում է նաև ֆիզիկական կախվածության, ելի նույն այդ վեգետոսոմատիկ անհանգստությունը, այդ դիսկոմֆորտը, որը որ լինում է արդեն ոչ ինտոքսիկացված վիճակում։ Ու բնականաբար, որ թմրանյութերը ազդում են բոլոր օրգան համակարգերի վրա, այ մենք առաջ ունեինք մեր այդ դասակարգումները, ասում ենք օպիատային թմրամոլություն, հաշիշային թմրամոլություն կամ ալկոհոլիզմ։ Հիմա այս MKB 10-ում արդեն փոխվել են, հստակեցվել է ոնց որ հիվանդության անվանումը, մենք ունենք հոգեկան եւ վարքային խանգարումներ, ինչ-ինչ նյութեր գործածել, ալկոհոլի գործածման հետևանքով, թմրանյութերի գործածման, օպիատների գործածման հետևանքով, առանցին կոդ է, կանաբինոիդների գործածման հետևանքով եւ ամեն մի թմրանյութ ոնց որ հոգեներգործուն նյութ է։ Դա պետք է սկզբանը հիշել, ինչ է դա նշանակում։ Դա ազդում է ուղեղի վրա։ Ներգործություն է անում հոգեկան աշխարհի վրա, փոխում է ուղեղի աշխատանքը, փոխում է վարքը մարդու եւ բնականաբար ազդում է բոլոր ներքին օրգան համակարգերի վրա, հանդիսանալով թույն դրսից եկած, որը որ օրգանիզմի համար խորթ է, որը որ խանգարում է, խաթարում է ամբողջ օրգանիզմի այդ համապարփակ աշխատանքը։ Հորմոններն են սկսում վերև ներքև անել, ինչ որ ուրիշ բալանսն է խախտվում, մարսողությունն է ազդում, էլի եմ ասում, ամեն մի թմրանյութ ունի իրեն համապատասխան ոնց որ թիրախային բանը, որից ուղեղից սկսվում է եւ արդեն մնացած բոլոր օրգան համակարգերը ներգրաված են լինում, աստիճանաբար վատանում է իրենց աշխատանքը, չհաշված որ այդ թմրանյութեր գործածելու ֆոնի վրա ռիսկային ինչ որ վարքագիծ է դրսևորվում, վտանգներ կան սեռավարակների, վտանգ կա գեպացիտների եւ միավ վարակի ձեռք բերելու եւ մենք հաճախ դա նկատում ենք մեր այցելուների պարագայում, ովքեր որ մեզ դիմում են սեռավարակներով պայմանավորված սեռական խնդիրներով, միավով վարակակիրներ, ովքեր ունեն այս կամ այն սեռական խնդիրը եւ մեծ մաս դեպքերում այո վարակման պատճառը թմրանյութի չարաշահումն է։ Եվ վերջում թերևս ամենակարևոր հարցը երևի հույսի մասին։ Եթե մարդը որոշում է օրերից մի օր ինչ որ մի հրաշքով ձերբազատվի այդ չարիքից, հնարավոր է նախ ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից, որովհետև շատերին է դա հետաքրքրում եւ եթե այո, ապա հրաժարվելու պարագայում ինքնուրույն կամ թեկուզ մասնագետի օգնությամբ սեռական եւ ոչ միայն նույն հոգեկան, հոգեբանական խանգարումները, խեղումները, որոնք առաջացել են, ինքնուրույն հնարավոր է շտկվեն, կարգավորվեն, թե այնուամենայնիվ պետք է նաեւ համապատասխան մասնագետի օգնությունը։ Պատասխան մասնագետի օգնությունը շատ ավելի հեշտացնում է հիվանդին այդ վիճակից դուրս բերելը, դուրս գալը, բայց ես իհարկե գիտեմ դեպքեր շատ ուժեղ պինդ մարդիկ, սենց ասեմ, ովքեր որ ունեն շատ կամքի տեր, շատ պինդ կամքի տեր եւ հոգեբանական պինդ կայուն մարդիկ կարողացել են իրենցով բուժվել, դուրս գալ այդ վիճակից։ Ուղղակի ստեղ մենք ունենք սենց մի բան, քանի որ ինքը քրոնիկական հիվանդություն է, թմրամոլությունը, մենք առողջացման մասին խոսք չենք տանում։ Մենք ունենք ընդամենը լավացում, հասնում ենք ռեմիսիայի շրջանի եւ փորձում ենք այդ ռեմիսիան կամ իրանցով պահպանել հնարավորինս երկար ժամանակ։ Ու եթե երկար տարիներ անցնում, 3-5 տարի միգուցե կարելի ասել, որ մարդը առողջացել է, բայց այդ քրոնիկական հիվանդության ձևակերպումը թույլ չի տալիս վերջնական ասել դրա մասին։ Բայց ճիշտը կլինի դիմել մասնագետին, ճիշտը կլինի դիմել ճիշտ մասնագետին, օրինակ ես գիտեմ, որ շատ
բժիշկներ զբաղվում են չսիրածս թեմաներից մեկն է թերապևտները, գաստրոենտերոլոգները, ռեանիմատոլոգները բոլորը փորձում են բուժեն թմրամոլություն կամ ալկոհոլիզմ։ Սիստեմաներ նշանակելով շատ ժամանակ գալիս է հիվանդը, ասում է, հա դե մենք բուժվել ենք, սիստեմա ենք ստացել, ինչ սիստեմա հարազատ, տենց չի։ Բժշկության մեջ ցանկացած հիվանդություն բնականաբար ունի իր դաշտը եւ իր մասնակետը եւ դիմելով ճիշտ մասնակետին ճիշտ բուժ հիմնարկ ավելի կարելի է ակնկալել շատ ավելի լավ արդյունք։ Եվ իհարկե այս դեպքում շատ օգտակար է հատկապես թիմային աշխատանքը, երբ պացիենտը ունի նաև այլ խնդիրներ, մասնավորապես թիմային աշխատանք հոգեբանի հետ, եթե ձեր խնդիրներից ունի հետագայում սեքսոլոգի հետ աշխատանքը, այո, իհարկե։ Շատ բարի, շատ շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, հետաքրքիր զրույցի համար։ Ցավոտ թեմա էր, բայց վստահ եմ մեր հաղորդումը դիտելուց հետո շատերը իհարկե շատ երկար կմտածեն եւ կանեն համապատասխան եզրանկումներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ ակտիվություն ցուցաբերելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցը։ Բժիշկ ջան, ուզում եմ հղիանալ։ Շատ եմ լսել, որ կան նպաստավոր օրեր, երբ սեռական հարաբերություն ունենալն ավելի արդյունավետ է երեխա ունենալու համար։ Գոյություն ունեն հատուկ օրեր կամ ճշգրիտ օրացույց, երբ շանսը բարձրանում է, թե դա ժողովրդական կարծիք է։ Իրականում իհարկե նպաստավոր օրերը գոյություն ունեն եւ գիտականորեն ապացուցված են։ Եվ այս դեպքում պարզապես պետք է ճիշտ կատարել հաշվարկը։ Ինչպես է այն կատարվում։ Նախ եւ առաջ որպեսզի դուք հղիանաք, պետք է դրա համար լինեք պատրաստ, այսինքն հետազոտված, ինչպես տղամարդը, այնպես էլ դուք։ Բացի այդ, նպաստավոր օրերի հիմքում ընկած են այսպես կոչված ձվաբջջի եւ սերմնաբջջի հանդիպելու նպաստավոր օրերը։ Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ։ Վերջին դաշտանից հաշվարկվում է մոտավորապես 12-ից 14 օր։ Իհարկե, այս եթեն շատ կարևոր է, դաշտանը կանոնավոր է, այսինքն չկա խնդիր։ Եվ այդ օրերին ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում օվուլյացիա, ձվազատում։ Ինչ է օվուլյացիան։ Օվուլյացիան ձվազատումը վիճակ է, երբ ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից եւ ընդառաջ է գնում սպասելով սերմնաբջջի։ Այստեղ պետք է նշեմ, որ ձվաբջիջը կարող է սպասել, այսինքն կենսունակ լինել 24 ժամ։ Իսկ սերմնաբջիջները կարող են կենսունակ լինել մոտավորապես 3-ից 5 օր։ Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով, պետք է ճիշտ կազմակերպել հաշվարկը եւ այնպես անել, որպեսզի այդ օրերին տեղի ունենան ինչ բնականաբար սեռական լիարժեք հարաբերություններ։ Լիարժեք հարաբերություն ասելով մենք հասկանում ենք սերմնաժայթքումը հեշտոցամուտքում եւ դրանից հետո նաեւ այն անհրաժեշտ գործընթացը, որի ընթացքում սերմնաբջիջները պետք է ներս անցնեն։ Իսկ ինչ է պետք դրա համար անել։ Պետք է սերմնաժայթքումից հետո կինը պառկած մնա գոնե մոտավորապես 15 րոպե։ Ցանկալի է գոտկատեղի հատվածում դրվի նաև փոքրիկ բարձիկ, որը նպաստավոր անկյուն է ստեղծում, որպեսզի սերմնահեղուկը ամբողջությամբ ներս գնա։ Այս ամենը ստեղծում է նպաստավոր պայման, որպեսզի ձվաբջիջն ու սերմնաբջիջը հանդիպեն, եւ պետք է նշեմ, որ միլիոնավոր սերմնաբջիջներից միայն մեկին է հաջողվում ընդառաջ գնալ ձվաբջջին, հաղթահարելով մի շարք խնդիրներ եւ կատարել այն, ինչ որ անհրաժեշտ է՝ բեղմնավորումը։ Իլերումն իմ նախորդ խոսքի ուզում եմ ավելացնել, որ հղիություն կարող է տեղի ունենալ նաեւ այլ իրավիճակներում, երբ կինը օրինակ հարաբերությունից հետո սկսում է թռվռալ, մենք դրա մասին խոսել ենք մեր թողարկումներից մեկի ժամանակ, որի նպատակը անցանկալի հղիությունն է կամ հղիություն չգրանցելն է։ Ասելիքս հետևյալն է, օրգանիզմը ունի բավականին ամուր ռեսուրսներ հղիանալու համար, պարզապես եթե դուք ուզում եք կոնկրետ հաշվարկով ընտրել այն օրը, որը նպաստավոր է եւ կոչվում է նպաստավոր, դա պետք է անել բժշկի օգնությամբ եւ այդ օրերին պատրաստվել։ Իհարկե նաեւ պետք է նշեմ, որ
դա միակ օրը չէ, այդ օրերը 1-ից 3 օր են եւ իհարկե այդ օրերին ինչ է պետք անել, ունենալ սեռական լիարժեք հարաբերություններ։ Տղամարդու համար սա որոշակի սեռական ծանրաբեռնվածություն է եւ շատ տղամարդիկ երբ իմանում են, որ այդ օրերին պետք է ունենան հարաբերություն, որոշակիորեն իհարկե ենթարկվում են ստրեսի, լարվում են, որովհետեւ փաստորեն պետք է ձգեն իրենց ամրագոտիները եւ այդ օրերին ունենան լիարժեք սեռական հարաբերություն։ Եթե տղամարդը նկատում է, որ նեղվում է կամ չի կարողանում լիարժեք նշված օրերին ունենալ հարաբերություն, հոգ չէ։ Դրա համար այդ ամենը հաշվի առնելով մենք պարտադիր տղամարդկանց նշանակում ենք ակտիվացնող կուրս, որը իր մեջ ընդգրկում է վիտամիններ եւ տարբեր տեսակի խթանիչներ, որպեսզի ամուսինը կարողանա այդ օրերին ցուցաբերել սեռական ակտիվություն։ Դա ընտրում է բժիշկը, ելնելով տղամարդու որոշակի անալիզներից, խնդիրներից, եթե դրանք կան կամ գուցեև չկան, եւ նշանակելով համապատասխան կուրս, տղամարդը կարողանում է այդ օրերին ունենալ ակտիվ սեռական հարաբերություններ։ Իդեպ կանանց մոտ ձվազատման օրերին գրգռումը ավելի արտահայտված է, քան մնացած օրերին։ Դա նույնպես ունի իր գիտական բացատրությունը, որովհետև այդ օրերին սեռական հորմոնների մակարդակը համեմատաբար ավելի բարձր է։ Եթե տղամարդու մոտ նկատվում են սեռական խնդիրներ, դժվարություն, ինչպես արդեն նշեցի, սա լուծելի է եւ այդ հարցում հրաշալիորեն կարող է օգնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm ընկերության Megapotenzin Long բուսական հավելումը։ Megapotenzin Long-ը հարուստ է միներալներով եւ վիտամիններով եւ շատ տղամարդիկ մեծ հաճույքով են այն ընդունում, քանի որ երբեմն քիմիական դեղամիջոցներից խուսափում են մտածելով, որ կարող են դրանք առաջացնել կախյալություն։ Megapotenzin Long-ը բացառապես բուսական է, շատ արագ ցուցաբերում է իր ակտիվությունը եւ տղամարդիկ բուժման սկզբնական իսկ ժամանակահատվածում արդեն նկատում են սեռական ակտիվությունը։ Իդեպ Megapotenzin Long-ի տուփում վիտամիններն ու միներալները առանձնացված են առանձին տարաներով եւ ընդունվում են նույնպես առանձին առավոտյան եւ երեկոյան, ինչպես որ նշված է։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Գտեք մեզ ATV եթերում, ինչպես նաև համացանցում։ Մենք հասանելի ենք բոլոր հարթակներում։ Թողեք ձեր մեկնաբանությունները, տարածեք մեր տեսանյութերը։ Դրանով իսկ հանրությունը դառնում է սեռապես ավելի գրագետ։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։